Սեքսի հետ կապված թեմաներն առնչվում են ոչ միայն սեքսոլոգներին, այլև հարակից ոլորտների մասնագետներին։ Այսօր մեր հյուրը ռեպրոդուկտոլոգ, մանկաբարձ, գինեկոլոգ Դիանա Մարգարյանն է եւ մենք խոսելու ենք սեռական հարաբերության ժամանակ կանանց մոտ առաջացող ցավի մասին։ Բարի ուշ երեկո, Դիանա։ Բարի ուշ երեկո, Լիա, շնորհակալություն հրավերքի համար։ Ցավ, տհաճ զգացողություն սեռական հարաբերությունների ժամանակ։ Էկրաններից այն կողմ շատ կանայք գիտեն, ինչի մասին եմ խոսում ես հիմա։ Ինչ խնդիրներ կարող են թաքնված լինել սրա հետևում։ Այո, սեռական հարաբերությունների ցավի գանգատներով շատ կանայք են դիմում մեզ, գինեկոլոգներին, որը ունի իր առաջացման պատճառները։ Պատճառներից մեկը առաջին սեռական փորձն է, աղջիկների մոտ հիմնականում, որը ուղեկցվում է ցավով, եւ դա իրենց մոտ մնում է այսպես հիշողություն, անընդհատ ամեն հարաբերությունից առաջ իրենց մոտ առաջանում է ցավային զգացողությունը, եւ որը ունի բժշկական լեզվով ասված վագինիզմ ասվածը, որի ժամանակ կծկվում են կոնքի բոլոր մկանները, գերկծկում է առաջանում եւ ներթափանցումը անհնար է լինում, ինչն էլ ուղեկցվում է ցավով։ Իհարկե այս ժամանակ մեզ օգնության են գալիս սեքսապաթոլոգները, դա իրենց մասնագիտական տիրույթում է եւ մենք դրանով չենք զբաղվում գինեկոլոգներս։ Իսկ կա տարբերություն ցավն ի հայտ է գալիս սեռական կյանքի սկզբում, թե որոշ ժամանակ անց։ Իհարկե դա վերաբերվում է նաեւ փորձառու կանանց, անփորձ աղջիկների մոտ դա ինչ սկզբնական ցավով է արտահայտվում եւ դա իրենք պսիխոէմոցիոնալ ֆոնով արտահայտված անընդհատ հիշում են այդ ցավը եւ խուսափում են սեռական հարաբերությունից, իսկ փորձառու կանանց մոտ ավելի ուշ տարիքում առաջանում են, երբ որ ունեն բորբոքային հիվանդություններ, կրած հիվանդություններ, սոմատիկ հիվանդություններ, կարող են փակագծերը բացեմ սոմատիկ շաքարային դիաբետ, վահանաձև գեղձի թերֆունկցիա, գերֆունկցիա, որի ժամանակ հորմոնալ ֆոնը փոխվում է կնոջ օրգանիզմում եւ լորձաթաղանթի հեշտոցի լորձաթաղանթի գրգռվածությունը եւ նաեւ այդ խոնավեցումը ոչ բավարար է լինում եւ ներթափանցումները լինում են ցավոտ։ Ինչպես նաև մենոպաուզայի մեջ գտնվող կանանց մոտ շատ արտահայտված է այս ցավի զգացողությունը սեռական հարաբերության ժամանակ, որի դեպքում էստրոգենների պակասի դեպքում առաջանում է հեշտոցի չորություն եւ անհնարին է լինում նաև ներթափանցումները։ Փորձառու կանայք հիմնականում դիմում են գինեկոլոգներին, իսկ անփորձ աղջնակները, երբ որ նոր են սկսել սեռական կյանքը, իրենք դա համարում են նորմալ ու անընդհատ փորձում են այդ ցավը հաղթահարել ու դառնում է ավելի խորը ինչ որ պաթոլոգիա է դառնում եւ արդեն պետքա ստիպված, ոչ թե ստիպված, արդեն ցանկալի է դիմել։ Ամեն դեպքում ցավի արկայության դեպքում թեկուզ սկզբնական փուլում խորհուրդ է տրվում դիմել մասնագետի։ Միանշանակ։ Եվ անփորձ աղջիկները եւ փորձառու կանայք, երբ որ ունենում են ցավ, առաջի հարաբերությունը ստացվեց ցավոտ երկրորդ, երրորդ, թող չսպասեն, դիմեն, որովհետեւ պետքա հետազոտեն, հասկանանք ինչն է պատճառը, որն է ցավի առաջացման պատճառը, պսիխոգեն ֆակտորը, թե ինչ որ օրգանական փոփոխությունների պատճառով, որն է արդյոք ցավի պատճառը, որ շտկենք, լուծենք, ունենան անցավ սեռական հարաբերություններ։ Քանի որ դուք արդեն պատասխանեցիք իմ հաջորդ հարցին, որի պատրաստվում էի հարցնել, որոնք պետք է լինեն կնոջ առաջին գործողությունները ցավնի հայտ գալուց հետո, մենք հասկացանք, որ ամենակարևորն ու ամենաառաջնայինը դիմել բժշկին, կցանկանայի քննարկել, շատեր են օբյեկտիվորեն հնարավորություն չեն ունենում անհապաղ դիմել բժշկին։ Կան տնային պայմաններում արվող միջոցներ, որոնք կարող են մեղմել վիճակը մինչև բժշկի գնալը։ Այո, կան։ Դեղատներում վաճառվում են լուբրիկանտներ ասվածը, դա խոնավեցնող այդպիսի միջոցներ են, որոնք կարող են օգտագործել մենոպաուզայի մեջ գտնվող կանայք եւ նաեւ այդ կպումային հիվանդությունների ժամանակ, երբ որ կա ցավային արտահայտված սինդրոմ եւ որոշակիորեն կմեղմացնի հարաբերությունը, բայց խորը շերտերում կա պատճառ, ինչն է պատճառը այդ ցավի առաջացման, այնուամենայնիվ պետք է դիմել բժշկի։ Հիմա շատ հասանելի է, ինչու ոչ, տեղամասային պոլիկլինիկաներում բոլորը կարող են իրենց գինեկոլոգներին այցելել իրենց անհատական իրենց կողմից ընտրած գինեկոլոգին կամ սեքսապաթոլոգին եւ լուծել այդ հարցը, պետք չի թողնել այդպես անլուծելի։
Թեկուզ տնային պայմաններ։ Իհարկե, ցանկալի չի։ Քանի որ մարդիկ շատ են սիրում անթույլատրելի հնարքներ կիրառել, ես կցանկանայի դուք նշեիք, թե ինչը կտրականապես չի թույլատրվում իրականացնել։ Այո, կանայք շատ տարբեր մեթոդներ են օգտագործում, ինքնուրույն փորձում են շտկել հեշտոցի հեշտոցում առաջացած խնդիրները, բայց կուզեմ ասել, որ սիրելի կանայք մի արեք, որովհետև դուք օգնելու փոխարեն վնասում եք, ել ավելի դժվարեցնում եք մանկաբարձ գինեկոլոգների գործը, ինչպես նաև սեքսապաթոլոգների աշխատանքը եւ ավելի բարդացնում եք վիճակը, որովհետև կան լուրջ հիվանդություններ, կարող եմ նշել մի քանի կարևոր հիվանդություններ, որոնց պատճառով կարող է առաջանալ հեշտոցի չորություն եւ անանցանելիություն, ներհրմաններ, թափանցման անհարմարություն, դա օնկոլոգիական հիվանդություններն են, արդեն նշեցի սոմատիկ հիվանդություններն են, կպումային հիվանդություններն են, որոնք որ կարող են առաջացնել ցավոտ սեռական ակտ եւ դրանց բացահայտման եւ բուժման արդյունքում կունենան արդեն անցավ սեռական ակտ։ Կարճ ասած, դուք հորդորում եք ինքնաբուժությամբ չզբաղվեն կանայք ցավի առաջացման դեպքում։ Իհարկե, Լիա ջան, պետք չի ինքնաբուժությամբ զբաղվել, ցանկացած բոլոր հարևանների, բարեկամների խորհրդով օգտագործել բազմաթիվ քսուկներ, ժողովրդական մեթոդներ չօգտագործեն հին։ Իհարկե, օգտագործում են, ժողովրդական մեթոդներ չօգտագործեն, դիմեն գինեկոլոգներին, ստանան ճիշտ ցուցումներ եւ լինեն առողջ։ Քանի որ մեր զրույցը արդեն մոտեցավ իր տրամաբանական ավարտին, վերջում կցանկանամ հարցնել, կան ավելացումներ, որոնք կցանկանաք իրականացնել։ Այո, իհարկե, սա այն թեման է, որ կարելի է խոսել շատ երկար եւ բազմաթիվ պատճառներ եւս առանձնացնել, բայց ամենակարևոր պատճառներից է նաեւ ծննդաբերության ժամանակ առաջացող տրավմաները, որի պատճառով կարող է լինել նաեւ ցավոտ սեռական ակտ, ինչպես նաեւ օնկոլոգիական հիվանդությունները, արդեն նշեցի սոմատիկ հիվանդությունները եւ կպումային հիվանդությունները եւս բերում են ցավոտ սեռական ակտի։ Էնդոմետրիոզը շատ տարածված, լսել են, վստահ են բոլոր կանայք, որ էնդոմետրիոզի ժամանակ եւս լինում է ցավոտ դաշտան եւ ցավոտ սեռական ակտ։ Կուզեմ, որ մեր կանայք լինեն տեղեկացված, ինֆորմացված եւ հետևեն իրենց օրգանիզմի ազդակներին եւ ցավի առաջացման պատճառը չփորձեն կամ արդեն ցավը չփորձեն ինքնաբուժությամբ բուժել, այլ դիմեն մասնագիտացված մասնագետներին, ովքեր որ կօգնեն եւ կապրեն իրենք առողջ եւ կունենան ներդաշնակ սեռական կյանք։ Այո, շնորհակալ եմ օգտակար եւ հետաքրքիր զրույցի համար, Դիանա։ Իսկ դուք, սիրելի հեռուստադիտողներ, շարունակեք մնալ մեզ հետ։